Նիկոլի Facebook-յան գրառումները, տեսանյութերը, ելույթները մեր մշտադիտարկման տակ են։ Տեսնում ենք, որ ցանցերում երբեմնի աներկբա վստահությունը փոխարինվել է հայհոյանքով, անթիվ անհամար, անգամ ջնջելով չեն հասցնում։ Մարդիկ անգամ բովանդակային վեճի մեջ չեն մտնում, ուղղակի հայհոյում են, հենց տեսնում են դեմքն ու անունը։ Դա համատարած վերաբերմունք է, ու նա գիտե այդ մասին։ Եթե ունենար ժողովրդի աջակցությունը, հարցերը կլուծեր այնպես, ինչպես լուծում էր 18-ից 19 թվականներին, փողոց փակելով, դատարան շրջափակելով, ազգային ժողով շրջափակելով։ Ինչքան էլ բարձր գոռան, ունեն ընդամենը փոքրամասնության աջակցություն, որոնք ըստ էության կապված են կուսակցական թելերով, պաշտոնյական թելերով, համատեղ հանցանքներով, կոռուպցիայով ու մի քիչ էլ մոլորվածներ, ու դեռ հավատացողներ կան, կարծում եմ։ Մյուսները, ովքեր հիմա եթե անգամ չեն արձագանքում, լուռ են, բայց կատաղած են, սպասում են ընտրատեղամաս գնալու, որ ՔՊ-ին մերժեն։ Տեքստը թե մեզ ձայն են տալու, որովհետև խոսելու ենք խաղաղությունից, քվե բերող չէ, խաղաղությունից բոլորն են խոսում, սոցիալական արդարությունից էլ, եթե Նիկոլը կարողանար դրանք բերեր, մոտ 8 տարի իշխանության կբերեր, ոչ թե ամեն ինչ պռավալ կտար ու կասեր պետք է մի երեխային տամ դևն ուտի, որ մյուսին չուտի։ Դու այդպես մյուսին էլ չես փրկելու, դևը միշտ է սոված։ Նիկոլը խաղաղություն բերող չէ, բոլորն են հասկանում։ Պատերազմ այո կարող է 7 տարում 3 հատ բերել է,